Ոնց հասկանալ ինձ մոտ սրտի խնդիր է, թե պանիկ ատակ է, այսինքն սրտին օպա եմ ունենում, թե չէ։ Պանիկ ատակայի ժամանակ ինչ է լինում։ Ուժեղ սրտխփոցներ է լինում, շունչը կտրվելու զգացողություն, դերեալիզացիա, դեպերսոնալիզացիա, այսինքն անիրականության զգացում, մարմինս ոնց որ իմը չլինի, գլխապտույտներ կարող է լինեն, դող ձեռքեր ու ոտքերում կարող են լինել, քրտնատադրություն։ Այս բոլորը կարող են իրար հետ լինել կամ առանձին սրտի ինվնոպայի ժամանակ։ Ուժեղ ցավ կարող է լինել սրտի հատվածում։ Եվ այդ ցավը տարածվում է ձեռքի վրա, թիկունքին, ուսերին կամ վերև է խփում ավելի։ Ու ժամանակի ընթացքում չի անցնում, այսինքն 1 րոպե շնչելուց կամ հողակցող վարժություն անելուց հետո ինքը չի հանգստանալու։ Սրտի խնդիրը մնում է, այսինքն մի հատ ելնեմ քայլեմ չի անցնելու։ Այս ժամանակ պարտադիր պետք է բժիշկի դիմել։ Իսկ պանիկ ատակայի ժամանակ շնչառական վարժություններն են ձեզ օգնելու, ձեզ պանիկ ատակայի ժամանակ օգնելու է հողակցումը։ Ամենակարևոր բանը առաջինը պետք է բժիշկի դիմել, բայց երբ որ ձեր սիրտը պարզվի առողջ է, պետք չէ անդադ վազել սիրտը նկարելու։ Հետո շունչը կտրվելը, պանիկ ատակայի ժամանակ շունչը անդադ այսպես զգացում է լինում, իսկ երբ որ սրտի խնդիր է, ուղղակի դժվար եմ շնչում, այս զգացողությունը լինի։ Այնպես որ ձեր սիրտը ստուգեք, եղեք առողջ,